Բարև ձեզ և բարի գալուստ ապդեյթ լրատվական, առաջարկում եմ թարմացնել օրվա լրահոսը միասին։ Այսօր տեղի է ունեցել 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստը։ Վահագն Ալեքսանյանը ընտրվեց ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Քվեարկության արդյունքը ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը։ Ձայների հաշվարկի համաձայն Վահագն Ալեքսանյանին կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ 27։ Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել էր, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը։ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրվել էր Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 89։ Քվեատուփում արկա է 89 քվեաթերթիկ, որից անվավեր է ճանաչվել 0-ն։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Վահագն Ալեքսանյան, կողմ 62, դեմ 27։ Շնորհավորում եմ, պարոն Ալեքսանյան։ Շնորհավորում ենք, պարոն Ալեքսանյան։ Պարոն Ալեքսանյան, դուք էլ նիստը փակեք։ Շնորհակալ եմ վստահության համար, հարգելի գործընկերներ, եւ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, իսկ նիստն ավարտված է։ Շնորհակալություն։ Առաջին նստաշրջանի ընթացքում ելույթ ունեցավ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Նա անդրադարձավ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի 3 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, որում նա վարչապետին մեղադրում էր մարտի 1-ի համար։ Հիմա եկեք հասկանանք ոնց է այդ դեպքերը տեղի ունեցել, որ կապվում է ուղիղ Ռոբերտ Քոչարյանի ոչ միայն կառավարման, այլ իր անձի հետ։ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայից վերադառնալուց փետրվարի 23-ին առնչվում է մի իրողության հետ, որ մոտ է երկրի ներսում հեղափոխական իրավիճակի։ Հրավիրում է զինված ուժերի ղեկավար կազմին, որին չի մասնակցել միայն Մանվել Գրիգորյանը, եւ այնտեղ բոլորին այսպես իր ոճով թափ է տալիս եւ տեղնադնում, ասում է, որ գնացեք եւ այլևս ձեզ չտեսնեմ, չգիտեմ, երկապահի կառույցում, եւ նրանք բոլորը երկապահի անդամներ են եղել։ Ինչպես նաեւ մեր գործընկեր Սասուն Միքայելյանը, որով նաև պատգամավոր էր, որին նաև բռնեցին հենց այստեղ, ազգային ժողովի որոշման արդյունքում։ Եվ դրանից հետո ծնվում է 0038 հրամանը խիստ գաղտնի, որը փաստավակ խմբի ձեռքին հայտնվելուց պարզ դարձավ, որ այդ խորհրդակցության արդյունքում զինված ուժերը ստացել են առաջադրանք։ Մարտի 1-ին ինչով պետք է զբաղվեն։ Եվ հիմա ուզում եմ հետ դառնամ եւ սկսենք 96 թվականից հետո ընտրությունների արդյունքում ճգնաժամը հաղթահարելու լուծում Լևոն Տեր-Պետրոսյանը գտավ, որ Ռոբերտ Քոչարյանին պետք է հրավիրի Հայաստան եւ նշանակի վարչապետ, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծվի։ Կարծում եմ Տեր-Պետրոսյանը սխալվեց։ Ռոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցք անցնելու պայծ սկսած մտածում էր իշխանությունը ոնց վերցնի Լևոն Տեր-Պետրոսյանից։ Դա ակնհայտ էր, որտեվ այդ գործողությունները սկսեցին մեկ մյուսին հաջորդել, բայց դրան զուգահեռ Հայաստանի ներսում տեղի ունենում քաղաքական լուրջ սպանություններ։ 98 թվական դեկտեմբերի 9 Վարամ Խորխորոնի, 99 թվական փետրվար Արսուն Մարգարյան։ Գիտեք ոնց, մեկ էլ պարզվում է դրանից առաջ շատ տրամաբանված Աղբան Հովսեփյանին Ռոբերտ Քոչարյանը սկզբից տանում է քնչական մարմնի ղեկավար դատախազության, հետո երբ որ արդեն իշխանությունը բավարար էր նրան գլխավոր դատախազ նշանակում է, եւ տեղի են ունենում այս սպանությունների տարօրինակ փաթեթավորումներ։ Հետո կանդրադառնում հոկտեմբերի 27-ին։ Փաթեթավորումը ո՞րն էր։ Խորխորոնու սպանությունը այդպես էլ չմնաց բացահայտված մինչև վերջերս, բայց պարզվում է 98 թվականին մինչև հոկտեմբերի 27-ը սպանողները ձերբակալված են եղել, գաղտնի պահվել են եւ հետո հոկտեմբերի 28-ից հետո նրանք բարեհաջող հայտնվել են Լեռնային Ղարաբաղում։ Հարցը չի առաջանում։ Այդ ոնց։ Ես այդ հարցը տվել եմ Աղբան Հովսեփյանից հետո նշանակված Բորիս Նազարյանին եւ ես պատասխան չեմ ստացել։ Հեռախոսով մենք մտերիմ ենք եղել, ոնց է։ Գագիկ Ջանգիրյանը չգիտի, Վազգեն Սարգսյանի մտերիմ շրջապատը չգիտես ինչ է տեղի ունենում, բայց ես հիշեցնում եմ, որ Պաշտպանության նախարարությունում հավաքված սպայակազմը պայման էր դրել Սերժ Սարգսյանի առաջ, որ անմիջապես ժամանակ եկվի բացահայտվի Վարամ Խորխորոնի սպանությունը։ Դեռ չգիտենք, որ Արսուն Մարգարյանի սպանությունը հետևում սպասում է։ Արսուն Մարգարյանի սպանությունը այսպես առեղծված ինքնասպանության այս դրսևորումը։
երկու մահաբեր կրակոցի կամ մեկ մահաբեր կրակոցի, այդպես էլ այդ խնդիրը չլուծեց մինչև վերջերս։ Երբ որ գնում եք Եռաբլուրում, աջ թևերը Արսլան Մարքարյանի գերեզմանա, որտեղ Արտաշիրիմում է տեղի ունեցել, որտեղ նոր պարզվեց, որ Արսլան Մարքարյանի ձեռքը այնպես ավանացված, որ ինքը այդ ձեռքով չէր կարա բաճկոնի հետևից կրակել գլխին։ Եվ հիմա կալանքի որոշում է կասել քննիչը վարդարացի թիկնապաների մասով է, թիկնապաների առեղծված է, այսպես, որտեղից եկան, ուր գնացին, այդպես էլ նախաքննական մարմինը չկարողացավ լուծում գտնի, որտեղ են նրանք, որտեղից հայտնվեցին, ուր գնացին, նրանք մեկը գտնվում է Ֆրանսիայի տարածքում, գիտեմ, Արսեն անունով։ Բայց դա արդեն նախաքննական մարմնի արդեն աշխատանքը պետք է լինի, որի խնդիրը պետք է լուծում ստանա։ Հիմա գանք ինչ տեղի ունեցավ հետագա զարգացումներում։ Իշխանության խնդիր էր։ Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը ձևավորեցին նոր իշխանություն, որովհետեւ Վազգեն Սարգսյանը համոզված էր, որ երկրում պետքա ձևավորի համերաշխության մթնոլորտ։ Եվ դրա համար էր, որ Դաշնակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը նշանակվեց Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ։ Հիշեցնեմ, դա այդպեսի պահել է եղել։ Եվ խնդիրը մեր երկրում այդ մթնոլորտը պետքա ձևավորել մեր երկրի անվտանգային միջավայրը ուժեղացնել եւ ուժեղ պահելու համար։ Ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ հոկտեմբերի 27։ Եվ բոլորը, որով հարստացել են, ինչի մասին խոսում են մանկապարտեզներ, ֆլան, տեղի ունեցել միայն հոկտեմբերի 27-ից հետո։ Ունեցվածքի բաժանում, մանկապարտեզների սեփական աշնորհում, իրար հրմշտոց, բայց չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանին հրավիրել Տեր-Պետրոսյանը, որպեսզի լուծեր խաղաղության խնդիրը։ Խաղաղության խնդիրը չլուծեց, որովհետև խաղաղություն պետք չէր, իշխանություն էր պետք։ Այդ իշխանության խնդիրը լուծվեց հոկտեմբերի 27-ով սկսվեց եւ գնաց, հիմա հոկտեմբերի 27-ի կարևորագույն վկաներից մի քանիսը դեռ կան, բայց սկսվեց վկաների այսպես շքերթ մահվան, պատահական, մեկը մահանում է Ամերիկայում Տիգրան Նազարյան, մյուսը բժշկուհին մահանում է, չգիտեմ որտեղ։ Եվ այսպես, մեկ ավտովթարից, այսպես, բայց ուր կորավ Ալի Քարասյունյանը, ով աջակցեց ազգային անվտանգության ծառայության դերն ու նշանակությունը, որը պետք է լիներ։ Ուրա Տիգրան Ուզումյանը, դրանք կարևորագույն մարդիկ են, որոնք ազդել են քննության ընթացքի եւ նրա շեղելու վրա։ Եվ դրա հիմնական ճարտարապետը եղել է Աղվան Հովսեփյանը, որը նաեւ ինչ որ պայից նորից դարձավ գլխավոր դատախազ, հետո դատախազության դռները պատճառելով հեռացավ, բայց մեկ այլ ազդեցությունը մինչև հիմա կարծում եմ դեռ գոյություն ունի, որը պետք է չեզոքացնել, բայց քննչական փաստավակ խմբի անդամներից երկուսը իշխանություններ, երկուսը ընդդիմությունը եւ մեկը մարդու իրավունքների պաշտպանը։ Համլետ Թաթևոսյանի զեկույցից հետո հասկացան, որ ոնց որ թե ընդդիմության ներկայացուցիչները հաջողել են։ Այդ զեկույցում ընդհանրապես պարզ դարձավ, որ Համլետ Թաթևոսյանը չի մահացել ընդդիմադիրների կողմից շպրտած նռնակով։ Եվ փորձագետներին, եթե դուք նայեք Կորսված գարուն ֆիլմը, դուք տեսնեք նաև կինոյի հերոսը, որը ես եմ, իմ ձայնը, միշտ այդ հարցաքննություններին, բոլոր հրավիրվածների եւ այլն, կներեք մի վարքանից։ Եվ ուզում եմ ասեմ, որ իհարկե անպայման պետքա այս լուծումները գտնել եւ դրա համար դրանով պայմանավորված, որ ես որոշումը կայացրել եմ իմ պատգամական հետագա գործողությունը իրականացնեմ պետայրական հանձնաժողովում, բայց մի բան էլ ասեմ, ես նաև համոզվեցի, որ Հայաստան խմբակցության փաստացի ղեկավարի տեղապահը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանն է, որովհետև ըստ էության ինքն է հակադարձում այն մեղադրանքները, որը կապված է իր հոր կառավարման տարիների հետ։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի նիստում ելույթ ունեցավ նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը եւ համոզմունք հայտնեց, որ խոյեցի մեկը Իրանի դեսպանին չի ասի խոյն իմ հայրենիքն է, ջավախեցի մեկը Վրաստանի դեսպանին չի ասի ջավախքը իմ հայրենիքն է, բայց Թուրքիայի հետ հարաբերություններում զգույշ չեք, մուշ, Արդահան, Կարս, Ադանա։ Պատգամավոր Արման Եղոյանը նշեց նաև պատճառները։ Ես, ոչ պարոն Կարապետյանը, ոչ Տաշիից պարոն Կարապետյանը։ Ես կարող եմ Իրանի դեսպանին ասել, բա գիտեք, խոյը իմ հայրենիքն է, գիտեք, իմ պապերը խոյից են։ Եթե մեկը Թեհրանից է, գիտեք, մեծ հայկական համայնք ունենք մենք Թեհրանում։ Կարող ասի Թեհրանը իմ հայրենիքն է, կասի ցավտել տանեմ, բա մենք պատմական կապերը, մեր մշակույթը, բայց եթե պարոն Կարապետյանը գնա Իրանի դեսպանին ասի խոյը իմ հայրենիքն է, դա պրոբլեմ կլինի։ Այդ պրոբլեմ կտա, այդ դեսպանը դեպեշը կգրի իր կառավարությանը, այնտեղից ամենայն հավանականությամբ պարզաբանման պահանջ կգա, թե ինչի է պարոն Կարապետյան, ազգային ժողովի պատգամավոր, Տաշիրից, Տաշիցի,
Նարեկ Կարապետյանը ասում որ խոյը Իրանում գտնվող խոյը իր հայրենիքն է, ի՞նչ կապ ունի ինքը ընդհանրապես խոյի հետ։ Այսինքն դա կմեկնաբանվի, որ դա ոչ թե ինքը նկատի ունի, որ իր փոքր հայրենիքն է, այսինքն իր պապերի կամ իր ծննդավայր կամ ծնողների ծննդավայր, այլ ընդհանուր մեր բոլորի հայրենիքն է եւ դա էլ մեկնաբանության տեղ կտա։ Փորձելու համար, որ դուք տենց չեք անի, ես ասում եմ, չելենջ եմ անում, կարող եք հիմա ընդգրկվել բարեկամական խմբում, ես դժվար լինեմ այդ խմբում, բայց մեր գործընկերները կլինեն, ասեք, Իրանի դեսպանի նման բան ասեք։ Եթե մեկ տեսնենք, էլի, դա ոնց կստացվի։ Ես համոզված եմ, որ դուք Իրանի դեսպանին, այսինքն ոչ խոյեցի մեկ, Իրանի դեսպանին չի ասի, խոյը իմ հայրենիքն է։ Ոչ ջավախեցի մեկը Վրաստանի դեսպանին չի ասի, ջավախքը իմ հայրենիքն է։ Շատ նուրբ, շատ զգուշ կլինեք դուք բոլորդ եւ մենք էլ իդեպ։ Բայց Թուրքիայի հետ հարաբերություններում դուք զգուշ չեք։ Չէ, միանգամից գնաց Մուշ, Արդահան, Կարս, Ադանա, չգիտեմ, ինչքան բանը խոսքը կտրում է, այնքան կարա գնա։ Իսկ որն է սրա պատճառը։ Պատճառը հետեւյալն է, որ Ռուսաստանի տեսանկյունից Հարավային Կովկասում Հայաստանի Հանրապետության համար սահմանված դերի մեջ չի մտնում Իրանի ու Վրաստանի հետ խնդրեմ ունենալը Ռուսաստանի տեսանկյունից իր պատկերացրած Հարավկովկասյան ճարտարապետության մեջ մենք կարիք չպետք է ունենանք Իրանի ու Վրաստանի հետ խնդրեմ ունենալ դրա համար դուք մենք էլ չենք ասի, բայց մենք այլ պատճառով չենք ասի, իսկ դուք այլ պատճառով չեք ասի, որովհետև դա այդ ճարտարապետության մասը չի։ Իսկ Թուրքիայի հետ խնդրեմ, ինչ ուզում ես ասա, հետո իրանք կգան կբարիշացնեն կամ չեն բարիշացնի կզանգեն, մենք կարող ենք լինել միջնորդ, մենք բերենք քարտեզներ, մենք բերենք ՏՏՏ մասնագիտականներ, SNN-ն։ Կառավարությունը նախատեսում է $150 միլիոն եւ 80 միլիոն եվրոյի նոր վարկեր ներգրավել։ Դրանցից առաջինով նախատեսվում է ստանալ $150 միլիոն բյուջետային վարկ Ասիական զարգացման բանկից։ Վարկային այս համաձայնագրի առաջին բաղադրիչով նախատեսվում է աջակցել հարկաբյուջետային կառավարման, պետական պարտքի եւ ֆինանսական ռիսկերի կառավարման քաղաքականությունների հզորացմանը, ինչպես նաեւ ենթակառուցվածքային ներդրումների կայունության ամրապնդմանը։ Երկրորդ բաղադրիչը ենթադրում է պետական արժեթղթերի շուկայի կատարելագործում, երրորդը ֆինանսական գործիքների եւ ներդրողների շրջանակի ընդլայնում, ինչպես նաեւ ուղղվելու է ընկերությունների թափանցիկությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին։ Վարչապետը կարևորել է Միացյալ Նահանգների եւ մասնավորապես նախագահ Դոնալդ Թրամփի դերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում, շեշտելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո տարածաշրջանում ձևավորվել է կայուն եւ դրական մթնոլորտ։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ձեռք բերած պայմանավորվածությունների առաջ մղումը եւ գոհունակություն հայտնել դրանց ընթացքից։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ևս ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Տրանսկասպիան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ Կոստանտին Սոկոլովը։ Զրուցակիցները գոհունակությամբ նշել են վերջին շրջանում բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվ դինամիկան եւ պայմանավորվածությունները։ Հայաստանի Հանրապետություն, Միացյալ Նահանգներ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման հարցում արկա շոշափելի ձեռքբերումները, որոնք նաև ընդամենը 1 տարի առաջ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված 3 հուշագրերի իրականացման արդյունք են։ Մտքեր են փոխանակվել միջազգային փոխադրումների եւ ենթակառուցվածքների համակարգում Հայաստանի առավելագույնս արդյունավետ ինտեգրման հեռանկարների շուրջ։ Սլովակիայի եւ Ռումինիայի արտաքին գործերի նախարարներ Յուրայ Բլանարը եւ Օանա Սիլվիա Ցոյուն շնորհավորել են Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Այս մասին Սլովակիայի եւ Ռումինիայի արտաքին գործերի նախարարները գրառումներ են կատարել X-ի իրենց միկրոբլոգներում։ Մասնավորապես Յուրայ Բլանարը Արարատ Միրզոյանին հաջողություններ է մաղթել արտաքին գործերի նախարարի պաշտոնում եւ համագործակցության խորացման պատրաստակամություն հայտնել։ Ռումինիայի արտաքին գործերի նախարարը ևս շնորհավորել է Միրզոյանին, ակնկալելով երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդում։
Հայաստանի քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ գործարար Գագիկ Ծառուկյանի և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով 8 միլիարդ 126 միլիոն 946 հազար 460 Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք 21 միլիոն 72 հազար 827 ԱՄՆ դոլար արժողությամբ գույքերը և դրամական միջոցների խաբեությամբ հափշտակելու ու փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։ Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Մուլտիգրուպ կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Արուստամյանի և ընկերության տնօրեն Արտուր Դալաքյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, առանձնապես խոշոր չափերով խարդախության օժանդակելը և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը օժանդակելը։ 2026 թվականի օգոստոսի 5-ին վարույթը իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա Սեդրակ Արուստամյանը և Արտուր Դալաքյանը ձերբակալվել են դատարան ներկայանալու նպատակով։ Նախաքննությունը շարունակվում է։ Հիշեցնենք, որ Մուլտիգրուպ կոնցեռնի սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, որն այս պահին կալանքի տակ է առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեղադրանքով։ Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվել է ևս 1 ամսով։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Փաստաբանի փոխանցմամբ որոշումը կայացրել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը։ Արմեն Աշոտյանի և ևս 6 անձի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքով։ Այժմ հերթը միջազգային լրահոսինն է, որին առաջարկում եմ ծանոթանալ տեսաշարով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը շուտով կբացի Հորմուզի նեղուցը։ Հակառակ դեպքում ամերիկյան զինված ուժերը շատ ուժեղ հարված կհասցնեն Իրանին։ Նա նորից արտահայտել է այն տեսակետը, որ Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ ինքը բավականաչափ ժամանակ ունի Իրանի հետ բանակցելու համար և պարզաբանել, որ եթե Իրանի իշխանությունները կրկին նահանջեն, նրանք իսկապես ուժեղ հարված կստանան։ Թրամփը վստահեցրել է, որ Իրանի կողմից միջուկային զենքից հրաժարվելը պաշտոնապես կամրագրվի։ Միացյալ Նահանգների նախագահը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների արդյունքը կարող է հայտնի դառնալ առաջիկա 48 ժամվա ընթացքում, իսկ Հորմուզի նեղուցը կարող է բացվել արդեն օգոստոսի 5-ին, եթե Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձեռք բերվի համաձայնություն։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ իր երկիրը չի համաձայնել Գազայի հատվածում իրադրության կարգավորման շրջանակներում Համասի զինաթափման վերաբերյալ անցյալ շաբաթ ընդունված պլանին։ Ինչպես նշել է Նեթանյահուն, Իսրայելը իր զորքերը Գազայի ներկայիս գծերից դուրս չի բերի մինչև Համասի լիակատար զինաթափումը։ Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր, որ Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման շուրջ Խաղաղության խորհրդի առաջարկած ծրագիրը հակասում է տարածաշրջանում երկրի շահերին։ Մասնավորապես իշխանությունը հայտարարել էր, որ Իսրայելը դուրս չի բերի իր զորքերը, մինչև Համասը լիովին չզինաթափվի։ Միևնույն ժամանակ Համասի ներկայացուցիչները բազմիցս ընդգծել են, որ զենքը վայր չեն դնի, մինչև Իսրայելը չլքի Գազայի հատվածը և չկատարի այն պարտավորությունները, որոնք ստանձնել է ավելի վաղ կնքված հրադադարի համաձայնագրով։ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը սուտ է որակել CNN հեռուստաալիքի այն հրապարակումը, թե ամերիկացի զինվորականները Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր սպառել են կալանի չրթիռների պաշարների մեծ մասը։ Պենտագոնի ղեկավարը համապատասխան գրառում է արել X սոցիալական հարթակում։ Նա իր էջում տեղադրել է լուսանկարը CNN-ի համապատասխան հաղորդումից։ Հեքսեթի խոսքով դա ճիշտ չէ և նա ամոթանք է տվել հեռուստաալիքին։ CNN-ի աղբյուրների տվյալներով, որոնք ծանոթ են վերջին հաշվետվություններին, ամերիկացի զինվորականները փետրվարի 28-ից ի վեր, երբ սկսվեց Իրանի դեմ հակամարտությունը, օգտագործել են իրենց THAAD հրթիռների գրեթե 80%-ը և Patriot կալանիչների մոտավորապես կեսը։
Գիշերը ռուսական ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային, արձակելով 4 հականավային հրթիռ, 24 բալիստիկ հրթիռ և 115 անօդաչու թռչող սարք։ Հիմնական թիրախում է եղել Կիևի մարզը։ Խոցվել կամ ճնշվել է 98 ԱԹՍ։ Հրթիռներից ոչ մեկը խոցել չի հաջողվել։ Արձանագրվել են հարվածներ 26 վայրերում։ Զանգվածային հարվածների հետևանքով մարզում 14 մարդ զոհվել է։ Թիրախավորվել են պահեստներ և լոգիստիկ օբյեկտ։ Ըստ Կիևի քաղաքապետի մայրաքաղաքում զոհվել է 1 մարդ, 20-ը վիրավորվել է։ Քաղաքի մի քանի վայրերում հրդեհներ են բռնկվել։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը իր հերթին հայտարարել է, որ զանգվածային հարված է հասցրել Կիևի մարզին և մայրաքաղաք Կիևին, նշելով, որ հարձակման թիրախում են եղել տրանսպորտային, լոգիստիկ և բաշխման կենտրոններ։ Իր հերթին Ռուսաստանի Դաշնության պաշտպանական գերատեսչությունը հայտնել է երկրի տարբեր շրջաններում գիշերը ուկրաինական 475 ԱԹՍ խոցելու մասին։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունիեսը հայտնել է, որ ամռան սկզբից ի վեր երկրում անտառային հրդեհների առաջացմանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 402 մարդ, այդ թվում 156 անչափահաս։ Այսօրվա դրությամբ անվտանգության ուժերի աշխատակիցները ձերբակալել են 402 մարդու, կապված դիտավորյալ կամ չկանխամտածված հրկիզումների հետ, ասել է նա մամուլի ասուլիսում։ Ներքին գործերի նախարարության տվյալներով ամռան սկզբից երկրում գրանցվել է 14,000 բռնկում։ Հրդեհներից ոչնչացվել է 120,000 հեկտար հողատարածք։ 16 դեպարտամենտում գործում է տապի հետ կապված եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ։ Օդերևութաբանների տվյալներով Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը կպահպանվի մինչև օգոստոսի 7-ը։ Վարի դեպարտամենտում արդեն 2 շաբաթ է հրդեհ է մոլեգնում, որի մարման աշխատանքներն իրականացնում է 1000 հրշեջ։ Շարունակենք թողարկումը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է ոստիկանության Սյունիքի մարզի ստորաբաժանումների 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկային նախարարության և ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Հուլիսի 24-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է ոստիկանության Սյունիքի մարզի ստորաբաժանումների 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկային նախարարության և ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։ 2026 թվականի առաջին 6 ամսում քրեական ոստիկանությանը վերաբերելի հանցագործության 171 դեպք է արձանագրվել, 6%-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 33, սեփականության դեմ ուղղվածները 20,7, իսկ տնտեսական գործունեության դեմ ուղղվածները 85,7%-ով։ Նվազել են նաև բնակարանային գողության դեպքերը, աճել պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները։ Հաշվետու ժամանակահատվածում Սյունիքի մարզում հրազենի գործադրմամբ հանցագործության դեպք չի արձանագրվել։ Ընդհանուր պատկերում մարզում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, ինչը հիմնականում պայմանավորված է բարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։ Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի սպասարկման տարածքում գրանցված հանցագործության 234 դեպքից բացահայտվել է 203-ը, բացահայտման ցուցանիշը կազմել է 86,8%, սեփականության դեմ ուղղված հանցագործություններն աճել են 40, իսկ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղվածները 42,9%-ով, աճել են նաև ընտանեկան բռնության, նվազել անչափահասների նկատմամբ կատարված դեպքերը։ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնում արձանագրվել է հանցագործության 130 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 29,3%-ով պակաս։ Դեպքերի նվազմանը զուգահեռ նվազել է նաև բացահայտման ցուցանիշը կազմելով 73,8%, սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 58,6, մարդու դեմ ուղղվածները 17,4%-ով, նվազել են նաև ընտանեկան բռնության դեպքերը, աճել են անչափահասների կողմից կատարված հանցագործությունները։ Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում գրանցվել է հանցագործության 86 դեպք, բացահայտվել 66-ը, աճը կազմել է 30,3%, աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված, նվազել սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի սպասարկման տարածքում գրանցվել է հանցագործության 57 դեպք, բացահայտվել 48-ը, բացահայտման ցուցանիշը կազմել է 84,2%, աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, հաշվետու ժամանակահատվածում անչափահասների կողմից կատարված հանցագործություն չի արձանագրվել։
Բարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողները 72 հանցագործության դեպք են բացահայտել։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 23531 արձանագրություն, այդ թվում չամրակապված վարելու 6378, արագության գերազանցման 2250 դեպք։ Ոստիկանության գվարդիայի Կապանի եւ Գորիսի պետական պահպանության բաժնի պետերը ներկայացրել են կատարած աշխատանքը, ընդգծել, որ օբյեկտների պահպանության եւ հասարակական կարգի ապահովմանը զուգահեռ նաեւ բացահայտել են մի շարք հանցագործություններ։ Շնորհակալություն հայտնելով աշխատանքի համար ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնել ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը, յուրաքանչյուր դեպքով ապահովելով հետեւողական եւ թիրախային աշխատանք։ Արփինե Սարգսյանը հանձնարարել է գործուն միջոցներ ձեռնարկել հետախուզվող եւ հատկապես քրեական ենթամշակույթ կրող անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հանձնարարվել է շարունակել անօրինական զենք զինամթերքի հայտնաբերման աշխատանքը, ակտիվացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարը։ Ընտանեկան բռնության դեպքերի մասով ներքին գործերի նախարարը համայնքային ոստիկաններին հանձնարարել է յուրաքանչյուր ահազանգի նկատմամբ լինել հետևողական, ապահովել պատշաճ վերահսկողություն եւ բռնության նոր դրսեւորումները կանխելու նպատակով սերտորեն համագործակցել գործընկեր կառույցների հետ։ Արփինե Սարգսյանը հանձնարարել է վերլուծել հատկապես ցածր արդյունավետություն արձանագրած ստորաբաժանումների աշխատանքը, վերհանել առկա խնդիրներն ու ձեռնարկել կոնկրետ միջոցներ։ Նախարարը կարևորել է նաեւ ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացումը։ Ոստիկանության հենասյունային բոլոր ծառայություններին հանձնարարվել է շարունակել ակտիվ աշխատանքը բակային տարածքներում, գյուղական բնակավայրերում եւ զբոսաշրջային կենտրոններում։ Նախարար Սարգսյանը խստորեն հանձնարարել է վերլուծել ճանապարհատրանսպորտային պատահարների աճի պատճառներն ու ըստ այդմ ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ։ Հանձնարարվել է ակտիվացնել հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման գործում ոստիկանության գվարդիայի համագործակցությունը մյուս ստորաբաժանումների հետ։ Ներքին գործերի նախարարը շեշտել է, որ քաղաքացիների հետ շփումներում ծառայողները պետք է լինեն բարեհամբույր, իսկ օրինախախտումների նկատմամբ խիստ եւ անզիջում։ Երևանում կայացել է ԱՆԻ-ի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են ԱՆԻ-ի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում ստորագրված արձանագրության կարևորությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ստորագրված արձանագրության շուտափույթ իրականացմանն ուղղված ջանքերը։ Հայաստանը եւ Թուրքիան Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում մայիսի 4-ին ստորագրել էին ԱՆԻ-ի կամրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ԱՆԻ-ի կամրջի վերականգնման հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպման շրջանակներում։ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը այցելել է X բանակային զորամիավորում, հանդիպելու ժամկետային զինծառայող դիրքերի ավագների, սերժանտների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում կարգապահության բարձրացմանը, կանոնադրային հարաբերությունների պահպանմանը, բանակ թափանցող արատավոր բարքերի վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը օգոստոսի 4-ին ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մասահիրո Ուեկիին եւ Հայաստանում Ճապոնիայի միջազգային համագործակցության ծրագրի համակարգող Ռուզան Խոժիկյանին։ Առավել մանրամասն ներկայացնում ենք տեսանյութում։ Օգոստոսի 4-ին ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մասահիրո Ուեկիին եւ Հայաստանում JICA-ի խորհրդատու Ռուզան Խոջիկյանին։ Արամ Ղազարյանը կարևորել է JICA-ի հետ արդյունավետ համագործակցությունը, նշելով, որ գործակալության աջակցությամբ իրականացված ծրագրերը նշանակալի ներդրում են ունեցել փրկարար ծառայության տեխնիկական վերազինման, անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացման եւ աղետների ռիսկի կառավարման համակարգի կատարելագործման գործում։ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մասահիրո Ուեկին շնորհակալություն հայտնելով ջերմընդունելության համար գոհունակությամբ արձանագրել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում աղետների ռիսկի կառավարման ոլորտում Ճապոնիայի բազմամյա փորձը։ Քննարկվել են փրկարար ծառայության տեխնիկական համալրման, աղետների ռիսկի նվազեցման, Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման, ինչպես նաեւ
վերադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Կողմերը վերահաստատել են գործընկերությունն առավել ամրապնդելու եւ թիրախային ուղղություններով համատեղ նախաձեռնությունները շարունակելու պատրաստակամությունը։ Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության նորանշանակ միացյալ քարտուղար Ամիտ Թելանգի հետ։ Անդրադարձ է կատարվել երկկողմ շփումների ակտիվ շարունակության ապահովման, փոխգործակցության զարգացման եւ ռազմավարական բնույթ կրող հարաբերությունների խորացման ուղղություններին։ Տավուշի մարզի դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում հայցադիմումներ էր ներկայացրել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ ֆիզիկական երկու անձի՝ Դիլիջան ազգային պարկի տարածքում գտնվող 0.5 հեկտար և 1.25 հեկտար մակերեսով 119 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասերի կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնելու պահանջով։ Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հուլիսի 22-ի և 24-ի վճիռներով Տավուշի մարզի դատախազության հայցերը բավարարվել են։ Վճիռները օրինական ուժի մեջ մտնելուց հետո հողամասերի կառուցապատման իրավունքը կդադարեցվի։ Դիլիջան ազգային պարկի տարածքում գտնվող 0.5 հեկտար և 1.25 հեկտար մակերեսով հողատարածքները կվերադարձվեն Հայաստանի Հանրապետության տիրապետմանը։ Քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզում։ Այդ մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը և կից ներկայացնում տեսանյութ։ Առաջին դեպքով ապօրինի արդյունահանման վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը ստացել էին քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Ըստ տեղեկության Երևանի բնակիչ 53-ամյա մի տղամարդ Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի տարածքում սեփականության իրավունքով իրեն պատկանող մոտ 2 հեկտար տարածքում ջրավազան եւ պոմպակայան կառուցելու պատրվակով առանց հատուկ թույլտվության այս տարվա հուլիսի 12-ից 17 ընկած ժամանակահատվածում իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության գործընկերների հետ տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Պարզվեց, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն այս ընթացքում ապօրինի արդյունահանել է շուրջ 2200 խորանարդ մետր ավազակոպճային հանույթ, որն օգտագործել է Վանանդ գյուղի վարչական տարածքում կատարված ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում։ Ըստ նախնական տվյալների պետության օրինական շահերին պատճառվել է խոշոր չափերի մոտ 2.2 միլիոն դրամի վնաս։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Նման մի տեղեկություն էլ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին հուլիսի 21-ին։ Ըստ փաստական տվյալների իրար փոխկապակցված սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերություն Արգավանդ գյուղի վարչական տարածքում գտնվող ավելի քան 7 հեկտարի վրա խախտելով ընդերկօգտագործման պահանջները իրականացրել են ավազակոպճագլաքարային խառնուրդի արդյունահանում, խառնուրդը տեղափոխել եղեգնուտում գործող ավազի լվացման կայան եւ մշակելուց հետո իրացրել։ Ստուգման ընթացքում ապօրինի հանքարդյունահանման տարածքում հայտնաբերվել են շինտեխնիկայի եւ հանույթով բարձած բեռնատարներ։ Ըստ նախնական տվյալների պետության եւ համայնքի շահերին պատճառվել է էական վնաս։ Այս դեպքով եւս կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Եվ վերջում եղանակի մասին։ Հանրապետության տարածքում օգոստոսի 6-ից 8-ը 9-ի գիշերը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին 10-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ապես չի փոխվի։ Այս եթերաժամի լրազամբյուղը սպառված է, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մինչ նոր հանդիպում։